Ժորջան դիտեք։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ։ Հանգիստ նստի տեղդ։ Հանգիստ։ Հանգիստ։ Ժորջան, եւ սա մեր ազգային ժողովն է։ Այն ազգային ժողովը, որտեղ падգամավորները մեր հարկերից գոյացող աշխատավարձ են ստանում եւ աշխատում են, որ իրար համբալ եւ չգիտեմ ինչ ասեն։ Բայց հələ դա անցանք, հա։ Իշխանությունները 2026 թվականի ընտրություններից առաջ նորից հիշել են, որ Հայաստանում կան թալանչիներ եւ թալանը պետք է վերադարձվի։ Բայց ոնց է, 7 տարի իշխանության եք, դες մենակ ընտրություններից առաջ եք հիշում, ասում եք, որ թալանը վերադարձվելու է, թալանչիները պատժվելու են, հետո ընտրվում եք եւ դրա մասին մոռանում եք միջև մյուս ընտրություններ։ Գիտեք ինչի է տենց, որովհետեւ դուք ժողովրդի մասին էլ ինչ ունեք մտածելու, որովհետեւ ձեր օրոք թալանչիները ավելի հարստացան, եւ դուք հարստացաք, եւ դուք եք վայելում իշխանությունը, եւ թալանչիները, այսպես ասած, վայելում են իրենց թալանը եւ շատացնում են իրենց հարստությունը, ով է տուժում, տուժում է ժողովուրդը։ Եվ դրա համար Ժորջան, մի ընտրեք 2026 թվականին ոչ նախկիներին, ոչ ներկաներին, որպեսզի չունենանք նման դատարկաբանական ազգային ժողով, հա։ Դատարկաբանություններով են զբաղվում պաշտոնյաները, падգամավորները, ոչ մի խոսք ժողովրդի մասին, ոչ մի նախաձեռնություն ժողովրդի մասին, ոչ մի բովանդակություն ունեցող քաղաքական դիսկուրս կամ բանավեճ։ Ուղղակի իրար համբալ ասում են, համբալ լսում են, իրար դուրս են շպրտում, եսի ինչ են անում։ Ժորջան, ընտրեք նոր քաղաքական ուժերին։ Եվ ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ հայտ եմ ներկայացնում եւ ասում եմ, ընտրեք այն քաղաքական ուժերին, ովքեր որ քաղաքական բովանդակություն ունեն եւ քաղաքական առաջարկ ունեն հանրությանը։ Բաժանորդագրվեք իմ էջին։